Արարատ բանկ։ Միավորիր սպառողական վարկերդ։ Ծաղկա կաղամբ գմբրդիլոս ես չեմ կարա սենց շարունակեմ քու հետ ապրել ես գնացի Այնքան ծանր է ոստ է դասի ճաններ խփելով բարձրանում է ձեռդ քոշնի խառնվի հերու խզարմա կրավատ թշ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Հենց այնպեսի հյուրերն են Անդո եւ Լեռնո Հարությունյանները։ Երկուսը հարուսան մոռացել եմ գիտես չէ։ Չեք հասկացել մինչև Բայց նմանություն չկա բացարձակ, ես գեշեմ դու սիրում։ Այդ իմաստով դու կարել ես։ Իսկ բարեկամական կապ չկա։ Չէ, կարծում եմ չէ, որովհետև Լեռնոն, եթե չեմ սխալվում, լրիվ այլ տեղից է, չէ՞, դու այլտեղ չէ, Հայաստանից։ Չէ, նկատում եմ Վարդենիսից եւ Դիլիջանից։ Դու Տաուշի, այսինքն նոյեմբերյան։ Շամշադին։ Շամշադին, հա։ Հա, շատ տարբեր տեղեր է, էլի դժվար բարեկամներ լինենք։ Դե բայց մի հատ ստուգեք ամեն դեպքում։ Ամեն դեպքում կստուգենք։ Բայց մի հատ ուրիշ բան էլ ասեմ, շատ հետաքրքիր է, վերջի շրջանում շատ եմ շփվում Լեռնոյի հետ, շատ այն որ եղբայրական շփում է էլի իրականում անկեղծ ու վերջի շրջանում հասկացել եմ որ մեր ասպարեզում ամենահումորով մարդկանցից մեկն է ինքը։ Վաու։ Ես անկեղծ լուրջ եմ ասում ինքը հիմա այդպես բաներ է անում։ Այնպես վատ սիտուացիաների ժամանակ այնպես բան կասի որ չես կարող չես օրինակ ստացվում շատ անսպասելի ես բան կանի ու քո հետ կապված որ կյանքում չես մտածի ու դու էլ կլարվես ասենք լուրջ մարդկանցով sense հավաքված ենք լուրջ դեմքեր են բան sense չգիտեմ տարբեր բնակավարի մարդիկ մեկ է sense կանի հա սա sense լրություն կլինի ասում եմ հա ասում եմ մեջքիդ քորի հիմար դեղը ճարեցիր բայց իմ մեջքի երբեք քոր չի եկել ու սա sense նայում են արա ի՞նչ է խոսում ի՞նչ մեջքի քոր Դրա համար խնդրեմ Լեռնո ջան։ Մարտահրավեր է, բայց այսօրվա համար սպասելու ենք այդ սուր եւ Այսօր ուզում եմ ասեմ ես չեմ խոսալու ընթացքում դու ինչ կարաս պատմի ախպերս։ Չէ, պատմելու եք հենց այնպես պատմություններից սկսենք։ Ես ձեզ հյուրասիրեմ նաեւ մեր գործընկեր Անդակո ընկերության Զուեգ իտալական բնական հյութերը, որոնք առանց շաքարի են, չեն պարունակում շաքար եւ առանց գունային ու համային հավելումների են, որ համն եք ուզում ես հյուրասիրեմ։ Քանի որ առանց շաքարի են Նարինջ, կիվի խնձոր, հատապտուղներ։ Ես եկեք կիվի խնձոր, էլի։ Կիվի խնձոր։ Հա, ես կիվի խնձոր, որտեղ Ընդհանրապես շաքար չկա։ լուրջ եք ասում, հա, որտեղ ես լավ մի խոսքով։ Բայց ես լցնեմ, էլի։ Հա, շատ լավ։ Լեռնո ջան, ձեզ։ Ինձ էլ դրանից։ Այդ գիտեք չէ որ սոկը լցնելու համար sense պետք չի լցնել, գիտեիք դա։ Ինչու։ Որովհետև sense կողք, այսպես գալիս է, թափվում է։ Իրեն կողքից պետք է լցնել, Լեռնո ջան, սա ձեզ։ Շնորհակալություն։ Բայ մանեջ սա ձեզ, մանեջ ջան, մեկ վարկյան, ահա։ Սա ձեզ։ Սա էլ ձեզ։ Սա էլ մեզ։ Եվ հյուրասիրեմ ձեզ նաև մեր մյուս գործընկեր հայկական արտադրության իդեպ Չոկոյան շոկոլադապատչերերը, նույնպես տարբեր համեր ունենք, շատ համեղ են եւ մեր հայկական չրերից են պատրաստվում ու բնական բելգիական շոկոլադից։ Հա, այսինքն ինքը վրա շոկոլադը ներսը չի։ Այո, կարող եք փորձել եւ Ես քաղցրից հրաժարվեմ, հա։ Քաղցր չեք օգտագործում, հյութը կվայելեք։ Ես եւ Անդոն Չոկոյանը կուտենք եւ կհիշենք հենց այնպես պատմություն։ Սկսում Լեռնոյից է, քանի որ ես ուտում եմ լավ։ Լավ չի նայվի։ Քանի որ ես ուտում եմ, հա մի քիչ կարող ուտելուց խնդիրներ առաջանա, էլի։ Արի քեզնից սկսենք։ Ինչ եմ պատմելու։ Խայտարակ, ծիծաղալու, էպիկ, անհարմար իրավիճակներ, որոնք ձեր կյանքում տեղի են ունեցել ու կարա կապ չունենա Անդոյի հետ։ Կարա կապ չունենա քո հետ էլ։ Անհարմար իրավիճակ ես կարող եմ հիշել հայրիկիդ հետ կապված մի դեպք, այո, Արտուր Գրիգորիչի, երբ որ մենք գնացինք Շատ կնդալ պատմություն է պատմել։ Ճիշտ է, վերջը չեմ լսել։ Հա։ Բայց սկիզբը նոր մի փոքր պատմեց շատ կնդալ է։ Անհասցե ծնվածներ սերիալ կար։ Այդ սերիալի մեջ խաղում էի գիժ, մարդասպան, գորգորացող, չգիտեմ, այն ծաղկակաղամբ, գմբրդիլոս։ Այլ բարերը Խնդրում եմ, էլի ծաղկակաղամբը ոնց դարավ տենց մեմ հայտնի։ Ինչ պատմեմ։ Հա պատմեք։ Հա, էտիկը պատմես ոնց դարավ։
Հա, Հետո կպատմեք ոնց դարավ։ գնացինք Ղարաբաղ նկարանումների, որ հյուրանոցում որ տեղակայվեցինք, տեսանք Բաքում Արտուր Գրիգորյանն է կանգնած։ Վալեքսում էիք, ենթադրամ։ Այո։ Ու ինձ ու Էմային որ տեսավ, ասեց վերջապես ձեզ տեսա։ Այդ գլխավոր դերակատարներն էիք այդ ֆիլմի։ Հա։ Ես ուրախացա, որ Արտուր Գրիգորյանը ինձ Քեզ ճանաչել է։ Վերջապես ես քեզ տեսա։ Մենք արդեն հասկանում ենք ինչ է սպասվում։ Եկա վերջը մոտեցանք, բարևեց ու ասեց դու դերասան ես։ Ասի, ահա։ Դե գիտեմ որ դերասան ես։ Բայց ինչ որ խաղում ես, քո դուրը գալիս է։ Տրաս է անել։ Նորմալ։ Բայց ինչ եմ անում։ Ու ձևերն անում։ Էդ ինչ ես անում։ Էմա ասեց, դու ինչ ես անում։ Մեկ էլ Էմայի ձևերն անում։ Երբ միացնում եմ կամ դու նվնվում ես, դու էլ գորգորում ես։ Ասի շնորհակալություն։ Ասեց, բայց այդ սերիալը նայում եմ։ Հա, նայում եմ որ Ձեզ համար ասում եմ, ու ամեն անգամ ամեն սերիան նայելուց ասում եմ տնաս Լեռնոն հիմա ինչ գժություն է անելու։ Բայց ինչն էր ունիկա պապայի մոտ, որ ինքը նույն ժամին տարբեր հեռուստաալիքներով ցուցադրող հաղորդումներ, սերիալներ միշտ մոնիտորինգ էր անում, նայում էր, որ հասկանալ ինչ է կատարվում շուկայում, ու միշտ հետևում էր նաև ու փորձում էր նաև նկատողություններ անել, թե երգիչներին հաղորդավարներին, թե դերասաններին։ Բայց մարդ ասաց, ոնց ես հասցնում նույն ժամին ու այդքան զբաղված ռեժիմով։ Ասեն դուք եք չէ, բայց ինձ ասաց քո խարիզմայի բանի համար նայում եմ ու ինձ հետաքրքիր է հաջորդ սերիայում ինչ մի տուպոյ բառ է դուրս տալու։ Տուպոյ բառը, հա։ Մենք խոսեցինք բառերից, ծաղկակաղամբը կպատմեք։ Ծաղկակաղամբը։ Ասում եմ, ես չգիտեմ, այդ ծաղկակաղամբը։ Մեմ հայտնի երիտասարդները հատկապես շատ օգտագործում են։ Ուրեմն մենակ ծաղկակաղամբը։ Այդ սերիալից է դուրս եկել դա։ Ես եմ ասել։ Լուրջ ես Ինչի ասել։ բայց ոնց ա եղել հետաքրքիր։ Ուղղակի հենց այնպես ամեն տեսարանի վերջում մի ասել Գրիգորիչին մի տուպոյ բան անում էի։ Կամ ասենք տեսարանը վերջացավ, քրոջս վրա էի գորգորում։ Վերջացավ վերջում ծաղկակաղամբ։ Ուտես մնացել։ Պրոստը, հա, ու Բայց ամեն տեսարանի վերջում ուտես մի հատ իշոն մրգի հա, բանի ամեն տեսարանի վերջում մի տենց գմբրդիլոս, կզակիս, Ինչ։ կզակիս։ Դաշտամունք, ուլ։ Հա դե նո։ Ու ինչ ասել եմ, տենց սպահել էին, Վիդեոներ մնացել։ կան YouTube-ում առանձին էդիտներ։ Դե քո ասածները մնում է պատմության գիրքը։ Դու այդ տեսակ մարդ ես։ Միջայլոց մի բան է ավելացում Լեռնոյի համար, իմը ստացվում է որ Լեռնոյի մասին այսօր շատ բան եմ խոսալու իրականում։ Լեռնոն միակ հայ դերասանն է, որ Արմեն Ջիգարխանյանից հետո ես լուրջ եմ ասում։ Ես անկեղծ լուրջ բան եմ ասում հիմա, խնդրում եք, բայց լուրջ եմ ասում, որ հայկական Հայաստանում, չէ՞ երևի, շատ ֆիլմերում է նկարվել։ Հա։ Հա, ես գիտեմ ռեկորդակ իր աշխարհում, եթե չեմ սխալվում, Արմեն Ջիգարխանյանն է, հա։ Ահա, ճիշտ է, 1000-ից ավել կար։ Հա, երկրորդը ոնց որ Լեռնոնն է։ Դες մտնում գմբրդիլոս ասում հելնում է, այդ ֆիլմը գմփսնում է։ Այդ ֆիլմը գմփսնում է։ Այդ որ հյուրանոց ասեց, ես մի դեպք հիշեցի։ Ճիշտ է, այս դեպքը տենց շատ-շատերը գիտեն, բայց հուսով եմ հեռուստադիտողները չգիտեն։ Ուրեմն Միացյալ Նահանգներում կամերային թատրոնով գնացել ենք Միացյալ Նահանգներ, այնտեղ մեր ընկերներից մեկը շոկոլադ բերեց հյուրասիրեց մեզ, բայց մենք չգիտեինք ինչ է դա, պատկերացնում եք ինչ շոկոլադի մասին է խոսքը։ Մի խոսքով տենց այդ շոկոլադից մի կտոր կերանք ու ես ու մեր մխիթարը Ավետիսյան մխվենք գիտեք։ Այո, իհարկե։ Մնացինք հյուրանոցում փոքրիկ համար ասեց։ Այդ համարում մնացինք, ասենք ինչ անենք, դե մենք որ երկար ճանապարհ ենք գնում ու երկար ենք մնալու, անպայման դե կարտը, նարդին, բան, անպայման հետներս վերցնում ենք, նարդի ենք վերցրել հետներս, հա։ Ու այդ շոկոլադը կերակ ու գնաց, տղեկը գնացին, ես ու Մխոն մնացինք այդ համարում, ասեցինք նարդի խաղանք։ Մենակ հայերը հյուրախաղերի Միացյալ Նահանգներ նարդի կտան։ Որ երթվում եմ, հիմա այն ինչ պատում եմ, անկեղծ եմ ասում, տեսել եմ։ Ես ու Մխոն նարդի ենք խաղում։ Մխոն ասեց, «Անդնատ գնամ տուալետ գամ»։ Ասեցի, այդ շոկոլադը ուտելուց հետո։ Ասեցի, Մխո ջան։ Գիտեիք ինչ շոկոլադ եք ուտում, Դե հա։ բայց հա։ Ու Մխոն սենց կանգնեց, որ կեսը գնաց զուգարան, այն կեսի հետ նարդի էի խաղում ես։ Երթվում եմ, տեսել եմ ամեն ինչ, ասես ամբողջությամբ տեսել եմ սա։ Ու սա պատմություն է, դեռ վերջը չի էլի։
Ու հիմա ինքը գնում է, այդ որ կիսվեց, այն կեսը նստեց շարունակում եմ նարդի խաղալես կեսի հետ։ Ու տուալետն է մոտավորապես մի 2-3 մետր հեռավորության վրա է, աղիքները ընկավ գետնին կավրալիտի վրա։ Ու սենց բաժանվում աղիքները, ու գնալով տեսնում եմ, էլի աղիքները ոնց է գնում։ Էլ կարոս չգնաս։ Ու չէ, ու հիմա ասում եմ աստված եմ կանչում, հանկարծ այդ աղիքները քարկապնգած չլի, չկտրվի։ Բացի դա մի խոսքով դե աղիքները դե լպրծում բանա, չէ՞, սենց բացվելով գնաց աղիքները։ Օրա դե հիմա կանգնել է, պետքա զուգարանի դուռը փակի, չէ՞ դե։ Նա ասես որ փակի դե աղիքը ստեղից հանգե, մտածում եմ աղիքը կմնա դրան տակ կկտրվի։ Գոռում եմ մխո, բայց չեմ գոռում իրականում, մտածում եմ որ գոռում եմ։ Մխո ու մխոն դե ֆայմեց ինձ թվում է մատով երթվում եմ տեսել եմ։ Մատով աղիքը իջացած դրան տակ։ Դուռը փակեց, հիմա ինչ որ ընդեղ է անում, նույնն է ստեղ անում ոտիս։ Ես լուրջ եմ ասում։ Ասես նայում եմ, մի խոսքով եկավ կպավ ու մենք հասկացանք այդ օրվանից որ այդ տեսակ բաները չի կարելի անել։ Երթվում եմ դա իմ համար ինքը այդ ընթացքում չեմ հարցրել իրան, բայց ինքը եկավ նստեց կպավ իրան նստեց, էլի շարունակեցինք նարդի խաղալ, ինքը ասեց որ ստամոքսս ահա որ ցավում է։ Դե ոչ չի ցավա, կիսվե գնացել է կեսը, ոչ չի ցավա ստամոքսը։ Դենց էլ հիշում եք էլի ձեր։ Հա լուրջ հետո հիշում ենք, հետո դրանից հետո գնացինք կլուբ, հետո կլուբում ուրիշ բաներ տեսանք այդ թեմաների մեջ։ Ժողովուրդ մի խոսքով սխալ բանա, չգիտեմ, չանեք այդպես բաներ։ Չանեք երբեք չանեք այդպես բաներ։ Ես հուսով եմ Լեռնոյի այդպես բաներ չի եղել։ Եղել է։ Չէ, շոկոլադ չեմ կերել ես։ Բա այդ պատմությունն է շատ խնդալու, մեկ էլ մեր կողքի շենքից մի հատ այդ պատմությունն է պատմում անպայման դա էլ է իմ համար, ճիշտ է իմ հետ չի եղել, բայց այդ պատմությունը իմ մանկության ընկերոջ հետ է եղել։ Ուրեմն այդ տղեն գնաց Ռուսաստան աշխատեց, հասկացավ որ Ռուսաստանը իր տեղը չի, բայց ինչ գումարներ որ աշխատել էր, բերեց Հայաստան, ոնց որ կռազի շոֆեր էր էլի ինքը, ասեց այդ գումարներով մի հատ կռազ առնեմ ու այդ կռազով Հայաստանում գործանում, հետո քարեր են տանում, բան, այդ պատկերացրեցի, չէ, մեծ մեքենաներից, հա։ Եկավ առավ ու քանի որ այդ կռազը չի կանգնում ստայանկայում, ստայանկայի կողքը փողոցի վրա մեծ ճանապարհ կա, այդ ճանապարհի վրա է կանգնում։ Առաջ օրը առավ մեքենան բերեց կանգնացրեց, ուրախացանք, մաղարիչը խմեցինք, բան արեցինք, բան։ Հաջորդ օրը առավոտ արտանում որ գնա գործի այդ մեքենայով արդեն զակազ ունի։ Խոդատալի չի գնում, կապոտը բացում է, տենում ակումուլյատորները գողացել են մեջից։ Ու այդ կամազի ակումուլյատորները իրականում մի հատ չի, երկու հատ 8 հանգանոց է, մեկ հատը եթե չեմ սխալվում 150-200 հազար դրամի տես։ Դե տղեն նեղված, սաղ կյանք աշխատել է Ռուսաստանում, արա 300,000 դրամ գործը հենց հիմա պետք է գնա գործի չի կարող գնա։ Ինչ անի, փողը տալիս է մի խոսքով առնում ակումուլյատորը բերում դնում, դա արդեն օրը պրծավ գնում ատուն նորից քնում առավոտ հելնում գալի որ խոտը էլի տենում գողացել են ակումուլյատորը։ Երթում 3 անգամ է տենց։ Երրորդ անգամ կապոտը բացում է, ակումուլյատորները դնում է, ակումուլյատորների վրա մի հատ մեծ թղթով գրում է տանողի մերը շարունակություն։ Փագում է գնում ատուն հույսով որ գալու են գողերը տենան չտարեն, քֆուր է դրած վրան։ Երթում եմ առավոտ գալիս է։ Տենում ակումուլյատորներն ու թուղթը դրած բորձուրին կամազը չկա։ Մոտավորապես ասեմ դա երբ եղել մի 2 տարի առաջվա պատմություն եմ պատմում, լացում եմ երեխեք, չէ, լուրջ, դե կարող է, չէ, խոտ տաս ավտոն, ակումուլյատորը հանես, քշես գնաս, ինչ-որ ժամանակ ինքը գնում է, տենց։ Մի խոսքով մեքենան գողացել են, երթվում եմ իսկական պատմություն է։ Մեր բակում, մեր կողքի շենքի տղա էր, ես լացում էինք, լուրջ եմ, բայց խնդալուց, էլի, որ 3 օր մոտ 1 միլիոնով հա գողել են, որ քֆուրը չենք վերցնում մեր վրա։ Ինչ ուզում եք կարեք ավտոն են տալ, արա։ Օ, մեծ կռոսը տալ։ Ու չգտան տենց։ Չէ, տենց է։ Այդ են թվերներ, որ չէ, մի 4-5 տարի առաջվա պատմություն է, 3-4 սենց։ Ինչ եք հիշել։ Բանակից նոր է եկել, ասեմ որ ռուսերենի իմացությամբ չեմ փայլել երբեք։ Բայց խաղացել եմ ռուսական ֆիլմերում, բան, խաղացել եմ, խոսել եմ, բայց դե բան հայատար գրում ես ռուսերեն բանը, ես էլ եմ այդպես հայատար գրում եմ ռուսերեն սովորում։ Դες որ ֆրանսերեն կրթություն ունեմ ես իրական։
Հա, ուրեմն եկել Նա եմ փուլ ունենք ֆրանսերեն։ Ոչ չէ, ասած։ Ուրեմն ես ապրում եմ Եղվարդ քաղաքում, Եղվարդ քաղաքն էլ Ծիրանի երկրորդ հայրենիքն է Հայաստանի։ Իսկ երկրորդ առաջինը հոկտեմբերյանն է, չէ, Արարատյան դաշտ, Չէ, Արտաշատը, լավ, հա։ Երկրորդը Եղվարդն է, իր համով Ծիրանով։ Ուրեմն եկա այդպես կարոտակես, բան, բայց լրջախո, ասենց հայ բանակից նոր եկած հայ տղա։ Չէ՞, մի քիչ ինչ-որ բան խորհրդավոր է գալի։ Այո, մի ամիտ բանը քֆու ես տալի։ Հա, ու նայում եմ կարոտել եմ Ծիրանը բան, այդպես նայեցի այգուն, ասես Ծիրան միրան չկա, հա, ոնց որ։ Այդպես դեմքով, Հա։ Ասեցին դե այս տարի կարկուտը ջարդու փշուր արե, չկա, ընդհանրապես չկա։ Մի հատիկ չկար։ Ու այդ տարի Վրաստանից գալիս էին վրացիները, Ծիրան էին տանում։ Հաջորդ օրը տենց բակում նստած ծխում եմ։ այդ գրոյկի գիտակ է, Հա, հələ բանակի էլի ծխում եմ։ Տենում եմ ինչա փոխվել, ինչ չի փոխվել։ Առանձնապես բան չէր փոխվել։ Այդեպ ասեմ, որ եկա բանակից եկա, ասենց մտնեի տուն, դարպասը համբուրեցի ու 220 վոլտ հոսանքը տապ շփոթեցի։ Հա, այդ լյուստրայից կպել էր լարը արմատուրայով, տենց զամիկանու տակ էր տունը, չէ։ Դարպասը խիփանջեցի։ Այլ ինչ իմանամ, կարոտել էի տունը։ Հա տունն էի կարոտել, տունը պաճեց, մուտքս տուն տենց սկսվեց, հա։ Հիմա նստած եմ։ Տուն էլ ձեզ էր կարոտել։ Հա, այնքան էր կարոտես, ես դուգա տվեցինք իրար։ Ծխում եմ եկել վրացական համարներով մի հատ 24-10։ Եկավ կանգնեց։ Вас здравствуй. Да им մեջ ասի ինչ մի здравствуй, ահա, ասի здравствуй. Ба у вас Ծիրան есть? Էս Ծիրան։ Да, դե Ծիրան է ասում, հա։ Ծիրան есть у вас? Ասում нету. Ну как нету, ведь Егвард, родина Цирана. Асум да. Есть, много есть. Но сейчас нету. Почему? Ну, դարի բացատրի կարկուտնեկի խփելա դարձ։ Ես դες մի տուրիզման եմ։ Ասում բանը, ասում, в общем, ломался. Ասում, что ломался? Ասում, մոռացել եմ կարկուտին ինչ են ասում։ С неба, ասում, такой круглый, как камень. В общем, упал на дерево. Что упал, брат? Метеорит. Белый, как камень и твердый. С неба ударил на дерево. Не понимаю, брат, что случилось. Եկել հիշեցի, որ կարկուտին զենքի գրադ են արի, չէ՞։ Բայց չհիշեցի ինչ զենք։ Իմ կարծիքով հիշեցի, ասի, в общем, снаряд упал на дерево, как в Егварде война. Տենց մայրս, տենց հերվից լսում էր, ասեց գրադ են ասում, տղա ջան, ասի, в общем, գրադ пришел, собрали, ушел։ Այդ նույն ռուսերենի իմացությամբ Կրասնոդար ենք ուրախավերով էլի։ Մեզ ընկերոջից հետ միած սենյակ են տվել, ինքը սրտիկներով սենյակ էր մոտորապես։ Ու վերևի արգա, սենց է, այն մասարդ են ասում ջանը, մասարդ է ու այդը պատուհան կա։ Պատկերացրիր, ես ու մեր տղեկից մեկը այդ սենյակում ենք քնում ու պատուհանը բաց ենք թողել, դուրս ենք եկել։ Մի անձրև եկի սա կրավատը ջուր է եղել։ Երբ չենք կարող քնենք, սենց ենք անում, սա ջուրը կողքերին է, Ասում այդ մատրասը ջուր է, հիմա պետք է գնանք բացատրենք, որ կրավատը ջուր է, եկեք ես մատրասը փոխեք, գնացել ենք երկուսը չգիտենք ռուսերեն, գնացինք այդ ռեսեպշնի աշխատողին, ռուսերեն չգիտենք, այնքան որ տես գնացել ենք Ռուսաստան, դե հայերի համար ենք ներկայացում մեր բաներ խաղում, գնացինք ռեսեպշնի այդ աշխատողին ասեցինք, извините, նայեք, вода от неба пришел, окно было открыто.
բանը կրավատ թշ, այ իրականում թշ է ժողովուրդ, այսպես հենվում էր, հենց էլի ջուրը ասես պոզում էր լուրջ, ասում այդպես սակթաս։ Հասկացա։ Դա էլ իմ հա, իրանք հասկացան եկան փոխեցին։ Դերասանների բանը է լավ է, էլի, որ կարողանում ես գոնե մնջախաղով բանով բացատրեցին, չէ՞, ու տենց լավ էր, եկան փոխեցին։ Դա մեր ռուսերենի իմացության մասին որ թվականներ մի էլի ներկայացումից է հատված, էլի շատ խնդալու է, ես ու Ռիչը Մադլենյան բանում կազիրոկում, այդտենց շուտ էինք հանդիպում, նստում, սուրճ էինք խմում բան, մեկ է մի հատ աղջիկ եկավ, այս պուճուլիկ շուն ձեռքում, բանցիկով, բանով, սիրուն շաներից էլի տենց, եկավ ասես, վայ բարև Զանզրանիկ ջան, որ խնդրեմ կարելի է նկարվել, ասեցի հա սիրով, ու ասացա որ իր հետ նկարվեմ, ասեց չէ, Շանս հետ, ասեն Շանը տվեցին, Շանը, ես երբում եմ լուրջ եմ ասում, Շանը տվեցին, դե հիմա արդեն ես կանգնեցի, այդ աղջիկը փաթաթվեցի, որ իբր իր հետ եմ հեսա նկարվելու, բան, ասեց չէ, իմ հետ չէ, ասեց Շան ես, դեն Շանը տվեց, ասեց Շանը վերցրել եմ, չգիտեմ ինչ արես, պուճուշուն է, այն մոտավորապես քյաբաբի մատերիալ էլի, այն պուճուլ, չգիտեմ ինչա, ասեն Շանը սենց բրդել եմ, մեկ է այս աղջիկը սենց ասեց, Ռիչ, որ խնդրեմ կնայես, ու կողքից Ռիչը սենց հայց, ասեց կներեք ձեր հետ չեմ, Շան հետ եմ։ Շան անում է Ռիչը, բայց այդ օրվանից Ռիչը հետը չուներ, բայց այս վերջերս դզվել է, լավ է։ Դա Շան պատմություն է, եղեք, բայց իրականում բայց այդ աղջիկն էլ էր շատ։ Ասենք էլի, եթե այդ նկարը ունի։ Հա, հուսով եմ ունի, բայց նախ աղջիկն էր շատ սիրուն, այն որ ես զարմացա, որ այդպես սիրուն աղջիկ ուզում է իմ հետ նկարվի, հետո հասկացա, որ չէ, ինչ նկարվի, շուն կա, բան կա, այնտեղ հələ միջև այդ աղջկան հասնել են, ինչեր պետք է անեմ ես, որ այդ աղջիկը հետ նկարվեմ, Շան հետ, Կատվի հետ, բան, սենց լավ։ Սա բարեկամների բանի հետ։ Երկրպագուների հետ էլ ինչ պատմություններ կան նման անհարմար իրավիճակներ։ Անհարմար իրավիճակ եղել է օրինակ նկարահանման ժամանակ, երբ որ պիտի աղջիկ փախցնեինք, երկու հոգով աղջիկ պիտի փախցնեինք։ Սերիալում։ Հա, ու ռեժիսորը որոշեց այդ տեսախցիկը պահի, թաքուն տեղից նկարի, որ ժողովրդի ռեակցիան բնական մարդկանց ռեակցիան բնական։ Հա, ծառի հետևից նկարեն կամ պապի հետևից նկարեն ու կոմիտասի վրա էր այդ ամեն ինչը։ Վերջը որ մեքենայով եկա կանգնեցի, տեսա այդ ընկերուհիս գնում է ինչ որ չգիտեմ դուրս եկա ասեցի նստի ավտոն, չեմ նստում ավտոն, ասում եմ նստի ավտոն, ոնց չորսատ կինեն եկի կախվեց ձեռներից ստաղա ջան, մի արա մեղքեն ասում ձեռդ քաշնի խառնվի, հերո մի բան սարքեցի, մեկ էլ վերևից այդ ոստիկանության մեքենան վիլիսներ էին այդ ժամանակ, եկավ ճռվր կանգնեց ու դուբինկայով Հա, բայց օպերատորը չէ գալի ասում հերու են թաքուն տեղին օպերատորը նորմալ բան է Արտուրն էր հիշում եմ հա ու տենց տարան կողմ ասում եմ նկարահանում հա մենք էլ ենք նկարահանում դեմ ու գցեցին վիլիս հա ու բայն զանգա գալի տենում ա քերիս տենում եմ քերիս ասում հա քեր Լեռնիկ ջան, քու սերիալն եք նայում։ Ասա մի շաբաթ հետո ուշադիր եք սրել քսովեք տենալու։ Միջև այդ օպերատորները բանը վազելով եկան ասեցին, հա։ Բայց չեն չտարան տենց էլ։ Չէ, դե ասում զգուշացնեի որ նկարան։ Բայց ցավացրեցի։ Դե իսկո դուբինկեքով սպանել են էլի կոնկրետ։ Իսկ կանայք էլ ցավացրեցի։ Կանանց չծեծեցին։ Չէ, կանանց Դե կախվել էին, չէին։ Բայց այդ աղջիկը դերասանուհին ով էր չէ ասում նկարահանում է։ Հա, էլի աղջիկը Չէ, աղջկան այնքան էինք տվել, որ բնական էր, էլի։ Չէր կարող խոսել։ Ախի։ Բայց ամեն ինչ բնական էր։ Իսկ աղջիկն չի իմացա որ փակցնելու է այդ սերիալը։ Ուղղակի կոմիտաս էր ապրում, քայլում էր։ Անում ես Ռուսաստանից կարող եմ, Ռուսաստանի մեր առաջի օրվա առաջի ներկայացումը դեռ չենք խաղացել, այս կստացի ես վերջերս ենք եկել, հյուրախաղեց 26 օր Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իմ համար շատ խնդալու օր էր առաջի օրը, երբ որ գնացինք մեզ հրավիրեցին, հյուրընկալեցին, սեփական 3 հարգանի տուն, այդ բաներ էլի, այդ կազմակերպիչներ են տեղի։ Մեր ամփորձանք գիշեր ներկայացումներ, Լեռնան եկա, ու հիմա ես սովոր եմ գիշերը ժամը 3-ից
4-ից շուտ չեմ կարողանում քնել, ինչի, որովհետև հեռախոսի մեջ եմ ու վիդեոներ եմ նայում, չգիտեմ, ինչ-որ ռիլեր եմ թերթում, ասես ու 3-ից 4-ից շուտ չեմ կարողանում քնեմ։ Լեռնոնը մի հատ սովորություն ունի, որ ինքը պրոստը եթե քնում է լույսը անջատում ու ձեն չպետք է լինի։ Հիմա այն սիտուացիա, որ ես ու Լեռնոն պետք է իրար հետ քնենք ու այդ սիտուացիան ես պատկերացնում sense, որ ամուսիններ են առաջի օրը պարկել են քնելու ու կինը նեղանում է գնում է մոտավորապես այս սիտուացիան եմ պատկերացնում ուրեմն ես հիմա մի քիչ ուժ բարձրացա տեսա Լեռնոն քնած է բարձրանալուց առաջ ասացի խնդրեցի ասի անդո հիվանդ տղա եմ խնդրում եմ ու առաջի օրն է ես չեմ կյանքումս ատել եմ որ ինձ արտնացրել են չեն արտնացրել որովհետև բոլորը գիտեն որ պիտի չարտնացնեն որովհետև որ արտնացնում են դառնում եմ դև ու հոշոտում եմ այդ սերիալների տղեն։ հա, դառնում եմ այդ սերիալների տղեն։ Խնդրում եմ, որ բարձրանաս, լույսը չմիացնես։ Այդ միջանցքի լույսը մեզ հերիք է, որ դու գտնես քո քնելու տեղը ու հեռախոսով չզբաղվես։ Խնդրում եմ։ Զգուշացրել։ Աղաչում եմ։ Հա, ինքս զգուշացրել, բայց երկար ճանապարհ ունենք, 11000 կիլոմետր, այսինքն պիտի ապրենք, գնանք, ապրենք 1000 կիլոմետր գնանք, ապրենք 700 կիլոմետր գնանք։ Ասես լավ, ու ես գնացի հանգիստ քնելու մեկին։ Չախ, լույսը վառել է, քացով, մացով տվեց, պարկեց, վիդեոն միացրեց։ ոչ թե մոռացել էի, այլ ինքը ասեց, գնաց ու մենք շարունակեցինք դե առաջի օրն է եկել ենք հոգնած ենք խմել, մոռացա ու հա ու շարունակությունը պատմում են տղերքը։ Մեր հետի դերասանուհիները ասում են լսում ենք։ Ես էլ սենց ապրել չեմ կարող։ ու Լեռնոյից են։ Ու զգում ենք բանը իրերը հավաքվում ինչ որ չամադամ ոնց է ճամպրուկի մեջ դնում ես չեմ կարող ասենց շարունակեմ քո հետ ապրել ես գնացի ու հա ու դուրը բացում է դր փակում ու ես պարկացեմ իմ խելոք իմ համար խմած խելոք իմ համար սենց ռիլեր եմ թերթում ու ձեներ եմ լսում ես չեմ կարող ապրեմ ես ու գմ սենց օրսում Լեռնոն են գավ ինչ աստիճանից երրորդ հա դու միասը երրորդ հարգա բարձրանում ճամպրուկը ձեռը այնքան ծանր է ոնց է աստիճաններ խփելով բարձրանում է ու այդ առաջի օրը կոտրեց ճամպրուկի երկու այդ ակերը ու տենց մնաց առանց ճամպրուկը ու բռնակը Բայց բաժանվեցիք։ հա ասես բաժանվեցինք ու տարբեր հա դες գիտես քանի հոգու հետ ենք բաժանվել այտենց որ քնում էինք իր այդ ցենակներում ահագին մարդու հետ ենք բաժանվել դրանից հետո Միրզան Գարիկը արդեն ապրեց Անդոյի հետ հա Միրզան Գարիկն է մեր ռեժիսորն է եւ համել Բոհեմ թատրոնի դերասաններից է շատ տաղանդավոր տղա է ეხեք ես երդվում եմ ասենք խրացնող մարդ գիտեմ շատերն են խրացնում հոգնածություն է դա չգիտեմ տարբեր բաներ կարա լինի բայց քնած ժամանակ ատամները խրթխրթացնել է որն է Բայց խնդրում եմ իսկ ասեք դա եթե չեմ սխալվում ճիճու ունենալն չէ լուրջ ես ասում չեմ հավատում բայց ինչ որ ես չեմ կարող հիմա որ անեմ այդ ձենը չի գա Տղեկ դուք չեք լսել որ ճիճու ունենալուց ատամները այլ լուրջ ես ասում Հետո ով էր անում Այդ մեր Գարիկը ահագին ճիճու ունի բացորեն Չէ Գարիկինը ճիճու չի Գարիկինը ատամներն է հենց Մի խոսքով էդ էլ ուրախանում էինք իրականում այդ ճանապարհից շատ հետաքրքիր օրեր ունեցանք բայց այդ օրերից է այտենց ես ինչ պատմություններ չկա բայց լավ անցավ լավ ուրախավեր էին շատ Իսկ ներկայացումներից տարբեր ժամանակների բեմին հանդիսատեսի հետ Հա վերջի ներկայացման ժամանակ չէ գոլեգաների հետ հեսա պատմեմ մեր Բարնաուլի ներկայացման ժամանակ Լեռնոն հա վերջի ուրախավերից այդ նույն աստծով որ գնացել էինք ուրեմն ամբողջ ընթացքում դե այդ երկար ճանապարհ հոգնածություն ամեն մեկս կարոտել ենք մեր երեխուն, մեր կնոջը, մեր մամաներին, պապաներին մի խոսքով sense ու մեքենան փոքր է, չես կարողանում կանգնես մեջը sense կռացած ես կամ նստած մի խոսքով հասել ենք Բարնաուլ ամեն մեկս ինչ որ մի բան կարոտել է Երևանից, որտեղ ցուրտ, մառոզներ, Սիբիր հա վերջում վերջի օրը, վերջի ներկայացման օրը շատ հետաքրքիր կերպ ճանապարհից միջև հասնելու Բարնաուլ ու ներկայացում պետք է խաղայինք ինձ եկան ասեցին Լեռնոյի կինն է եկե Անակնկալ Լեռնոն չգիտի խնդրում եմ նենսալա ներկայացման ժամանակ բեմ բարձրանա ու ես էլ որ անկեղծ ասեմ շատ սրտից թույլ եմ
Այսինքն մի հատ, չգիտեմ, կինո նայեմ, որը որ մի քիչ հուզիչ է, երթվում եմ, չեմ հուզվում, էլի, պրոստը լացում եմ։ Մի պուճու, մի քիչ կոկորտս է ցավում, անկեղծ եմ ասում, ասես լուրջ լացում եմ, մեռնում եմ, այտենց։ Կապ չունի ինչ կինո է, բայց հուզիչ կտոր լինի կամ ներկայացումների ժամանակ, ենթադրենք ես է անգամ, եթե խաղում եմ այդ ներկայացման ժամանակ, մի հատ հուզիչ կտոր կա, օրինակ վերջի մեր ներկայացումը ընտանիք կաստինգով ներկայացման ժամանակ մի հատ կտոր կա, երթում լացում եմ վերջում։ Ես չեմ խաղում այդ պահին կողքից եմ նայում ներկայացումը, ոչ թե կուլիսներից, այլ բեմի վրա ամեն անգամ այդ պահին լացում եմ։ Տպավորությունն է հանդիսատեսի մոտ օրոսիչ բոմբ դերասան, այն է սրտից թույլ տղա է, այս բոմբ դերասան լացում է այդ սիտուացիաները, բան։ Հա, մի խոսքով ասեցին Լեռնոյի կինը գալու է, ասեդան պետքա վերջում որ պակլոն տանք արդեն ու ամեն անգամ պակլոն տալուց հետո ներկայացնում ենք ովքեր են խաղում, ում համար դերասանների անունները բան։ Ու ասեցին ունենք մի հատ շատ ուժեղ անակնկալ, սիրելի հանդիսատես ու Լեռնոն հիմա ուզում է հասկանա ինչա, ոչ թե իրա վրա է ուշադրությունը, այլ ուզում է մտածի ում ծնունդն է այսօր, ում ծնունդն է կամ ում առաջարկություն անելու բան, ասեցի անակնկալ ունենք, եկեք բարձր ծափահարությունով դիմավորենք, մեկ էլ սեդան մտավ, հիմի հոչի լացում, չէ, բայց իրականում ինքը այդքան չէ ինչքան ես, որ սեդան մտավ, որովհետև ես էլ չէի տեսել։ Դու իմ համար էիր լացում, որովհետև մի ամիս անկին ֆրֆրացել էի վերջում։ Այնա իմ հետ էլ չէիր քնում։ Որ գոնե մի քիչ տես վերջի օրով եկավ հարամ արեց։ Անակնկալ արեց։ Հարամ չէ։ Բայց այն բանն էլ շատ լալու։ Սեդա անակնկալ է սարել։ Հա, իրականում շատ սիրուն անակնկալ ստացվեց։ Որ պետքա որ լինի, հա։ Չգիտեմ ոնց ասեմ, որ մեր դերասանների այդ անակնկալը կապված ես նույնիսկ կավաշոքի եզարի ինչ-որ ասեմ, բայց ամենքերում եկեք դիմավորենք մեր շատ սիրելի Լեռնոյի հարուսունը կնոջ։ Մեկ էլ ամեն անգամ այտենց հուզվում եմ, երթվում եմ, լուրջ եմ ասում։ Նայեք, հիմա այդպես բաներից իջեցի, սկսում եմ բանել։ Այտենց հուզվում եմ բանից։ Ինչ որ գործ որ անում ենք, ինչ որ սիրուն աշխատանք որ անում ենք, բայց այդ աշխատանքը դե բնականաբար ունի իր ավարտը։ Այդ ավարտի ժամանակ sense մի պահ sense հետ եմ գնում այդ աշխատանքները ու հուզիչ է այդ ամեն ինչը, որ ոնց ավարտվեց, ոնց բրծավ, օրինակ, չգիտեմ, գովաս կլինի թե չէ, բայց ամեն անգամ ամառները ճամբար ենք անում մենք։ Այդ ճամբարների վերջի հերթափոխի օրը երթվում եմ լացում եմ ես։ Հա, վերջի օրը, բայց այն 7 օրը մեկ 10 օրը մեկը չեմ լացում։ Okay է դա։ Որ գիտես, հա գալու են, հա այդ երեխեքի հետ շփվելու ես, բայց ամենավերջի զայեզի ամենավերջի օրը որ հրաժեշտ ես տալի երեխեքին ու դու էլ պետք է գնաս տուն, երթվում եմ երկու նախադասությունից ավել չեմ կարող խոսամ հանդիս երեխեքի հետ։ Հուզվում եմ ու իջնում եմ։ Այդտենց կադրերը կա, շատ հուզիչ է։ Մենք ենք մեր ճամբարը, դա իմ ճամբարն է, դա անում ենք Դիլիջանում, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում։ Հրաշալի Պարզլեջի ճանապարհն է, անտիր տեղ է մի խոսքով ու ամեն տարի արդեն 5-րդ տարին անում ենք, հրաշալի է։ Շուտ-շուտ մեր մոտ Լեռնոն է գալի հյուր երեխաների հետ շփվում է, շատ ճանաչված մարդիկ են էլի գալիս։ Այս տարի դեռ տեղ է։ Այս տարի անպայման քեզ կհրավիրենք, անպայման կգաս դու։ Ես հրավիրում եմ հենց հիմա։ Չէ, ես երեխուն չի անում կամերային էի անում։ Հա, ես երեխուն։ Չէ, ես երեխուն անպայման կուղարկես կգա։ Այդ ճամբարից բաներ պատմեք, հենե Դիլիջանի անտառներում։ Դիլիջանի անտառներում հա երեխեքը շատ խնդալու է։ Ուրեմն երեխեքի հետ կապված երթվում եմ դա էլ է իմ համար բացահայտում այն երեխեքը որ գալիս են ու մի օր հետո զգում են որ չեն կարող մնան, անում են անհնարինը որ իրանք տուն գնան։ Օրինակ մի օր մեկը զանգել է ասում է Չէ, մեր ծնողներից մեկը զանգել է մեր գլխավոր ջոկատավարին, ընկեր Արմինեին։ Ես գալիս եմ իմ երեխային տանեմ, այդպես չի լինի, ինչա կատարվում մտե բան, ասում է, եկեք տարեք, բայց չի ասում ինչ է, էլի, ասում է, բայց ինչ է եղել։ Կգամ կասեմ մտեղ կիմանաք, բան, գալիս է Արմինեն է դուրս գալի դիմաց, ասում է, ինչ է եղել, տիկ ինչ է։ Ասում է, արջ կա ստեղ։ Արջ է տեսել երեխեն։ Արա երեխուն կանչում ենք, ասում ենք, բալես արջ ես տեսես, ասում է, չէ, պրոստը տուն էի ուզում գնալ, չգիտեի ոնց ասեմ տնեցիք։ Չգիտեմ ոնց ասեմ տնեցիկին, որ տուն տարեք։ Այդ տեսակ ծնողներ կան, որ
մի հատ երեխա 3 օր անց է չի ուտում ոչ մի բան։ Արա ոչ մի բան չի ուտում։ Ասում եմ, բալես կերխի չես ուտում, կեր անսահմանափակ սնունդ է, էլի, զավթիկ աբետ ուժում լիքը։ Հա, ծնողը զանգեցինք, ծնողին ասացինք, գիտեք, ձեր երկրորդ օրնա ձեր երեխան բան չի ուտում, էլի։ Ասես մի հատ Անդրանե ջան, բարձրախոս միացրեք, տվեք իրան։ Բարձրախոս միացրեցինք, սենց արեց։ Ծնողը երեխուն 7 օր մնալու ես այդտեղ։ Ինչ չի հետաքրում։ Ուտում ես կեր, չես ուտում մի կեր։ Ու անջատես։ Այդ վարքյանին երեխան թափով ճաշարան տվեք էլ ինչ կան ուտելու, սա այդ ծնող, հա, իրականում դա ծնողները կան։ Հա։ Բայց դա ճիշտ է, իրականում ճիշտը դա է։ Դե ինքը Չարաճճի երեխաները։ հետո այն ճամբարը, որ մենք անում ենք, այն մեր թվերի ճամբարի նման չի։ Մեր թվերի ճամբարների ինչ մեկ փեդերի վրա էին քնում, բան էին անում, վատ տեղեր, վագոններում, բան։ Իսկ այն ճամբարը, որ հիմա մենք ենք անում, դա բան է, 5 աստղանի հյուրանոց է, իր ամեն ինչով ու պիտոմ հսկում է ռազմական ոստիկանությունը տարածքը, որ ծնող չի մտնում ներս, մի խոսքով աննորմալություն, էլի։ Ինչ պատմեմ։ Եղվարդից էլի բաներ պատմեք։ Բանակից։ Արի ինստիտուտից։ Հա։ Հա, թատերական ինստիտուտ ճիշտ է, ես չեմ սովորել, չգիտեմ այդ ինչ է ինստիտուտը։ Լուրջ չգիտեմ, չեմ սովորել, չգիտեմ ինչ է։ Թատերական, թե առհաս։ Չէ, թատերական չեմ սովորել։ Ուրեմն արդեն քննական շրջանն է։ Մի քիչ բանակից հետո դժվար է ադապտացվում։ Էլի սենց է։ Չէ, ուղղակի դժվար է ադապտացվում ինստիտուտին, որովհետև սովորել եմ, կեսից գնացել եմ բանակ, եկել շարունակել։ Որտեւ եթե բանակից գայիք, թատերական չէիք գնա։ Ինձ թվում է, հա։ Ես չէի գնում, հայրս ստիպեց, որ շարունակեմ։ Ստիպեց, կոնկրետ ստիպեց։ Հա, ու անգամ են որ էտյուդներ էին անում, բան, մեկ թաքուն երեխեքին ասում էի, չէի կամաչում, որ էտյուդներ եք անում։ Չես ամաչում, այլ լսես մոներես։ Վերջը։ Այդ շրջանն է։ Կատ ծաղկական։ Գմբրդիլոս ու քիչ դաս լինում էր որ դասի չէի նստում կամ չէի վերջը սենց ու եկավ ռուսերենի քննության ժամանակ Հա ռուսերենը շատ ընտիր է մտա լսարան Նինա Բախշևնա դասախոսներ շատ ծերկիներ էլի ասաց мальчик я тебя не знаю выходи я в этом классе живу в общем классе я в этом Я здесь. Кто ты, Лерник Арутюнян? Арутюнян. А почему ты бацакаэль дасից? Бацакаэль հայրեն ասես, Բացակայել հայրեն ասես, Че, почему ты не сидел на уроках, да? Ну, ասում Нина Бахшевна, я целый год был на записях. Какие записи? Я в общем, я пою. Ու այդ ժամանակ թաթայի կասետն էի ճարիճել, գրպանից դրած էր, էլի։ Կասետ է։ Գիշեք, ուր գնաց ախուր մեր սերը, գիտինա։ Չեք հիշում այդ երկը։ Չէ, ո՞րն էր, մատ երևի կուպլետից սկսեցիր, պրիպև ասա։ Ինչ էդ եմ ասում, պրիպևն եմ ասում։ Կուպլետը ասա։ Դուք էլ չհիշեցիք։ Ես այդքան հին եմ։ Իմ սերը, մեր սերը, գիտինա, մեր սուրբ մեծ Տերը։ Հետո Աստված մի տանջի լավերին, հա, առանց այդ էլ քիչ են լավերը։ Հիմա ասեց, какие записи? В общем, я пою. Я певец. И չի տեսեք ես вообще։ Չէ, բացարձակ։ Կարող եմ մի անգամ տեսել, բայց չի հիշում, մարդը չէր հիշում ինձ։ Ասի ու տենց целый год я записи, у меня записи много. Ասի могу поставить. Արա թատրի դիսկ։ Поставь. Դա կասետ։ Կասետը տարել, դե կասետ էր ժամանակ դիսկ էլ չկար։ Մագնիտոֆոն ունեինք դրեցի, հիմա թաթան շատ նեց։ Դե գիտեք թաթայի երգել է։ Խզարը։ Մեն բարձր տոները հուզվեց, լսեց, անջատել տվեց ու երեխեքին։ Видите, как душевно он поет. Երեխեքի դեմ կատակ մոշնը։ Молодец. Ինքս դրեց գնացի։ Թաթան ստացավ ձեր քնություն։ Այ թաթան ստացավ ինքս։ Շնորհակալություն հայտնես թաթային է դառնում։ Չեմ տեսել։
Հենց այնպես մենք շնորհակալություն հայտնում։ Հա, հենց այնպեսով շնորհակալություն։ Շնորհակալություն Թաթա Սիմոնյան։ Արթուր Գրիգորյանի երգի դպրոց ստուդիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա ընթരാճ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագրով ու ավանդույթներով։ 5 տարեկանից սկսած բոլոր ցանկացողները կարող են դիմել փոփ եւ ժողովրդական վոկալի բաժիններում սովորելու համար։ Համերգներ, փառատոններ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ ու ձայնագրություններ։ Բաց մի թողեք այս հնարավորությունը։ Այդ էլի այդ ճամբարի հետ կապված մի հատ դեպք հիշեցի, դե զգոն ենք բոլոր երեխաների նկատմամբ, բոլոր են, որ մեկի մատը փուշ մտի, պատկերացրեք ամեն հերթափող մոտավորապես 50-ից 100 հոգի երեխա են գալիս, ու այդ երեխեքին ջոկատավարներ, մենք ենք պարտադիր այնտեղ լինում բան։ Մի խոսքով նստած ենք ես ու այդ գործընկերս։ Ես կլսեմ դուք պատմեք։ Ես ու գործընկերս նստած ենք, մեկ էլ մի հատ երեխա վազելով եկավ, ասեց մի հատ մեկը ընկելա ոտը կոտրելա։ Օ։ Հիմա ոնց ես ու ընկեր Արմինեն։ Բայց կատակ էին անում, թե իսկապես։ Չէ, իսկապես։ Ես ու ընկեր Արմինեն ոնց վազելով կգնանք, տեսնենք ում ոտնա։ Մի վազելով շնչակատուր գնում ենք, տեսնենք ով է, ինչ է, որ վրաս վերցնենք, տանենք հիվանդանոց, էլի, դες մոտակա ինչ կա, չգիտեմ, տանենք, բուժենք ոտը, բան։ Մեկը ընթացքում ասում ենք, ով է, այդ երեխեքից հետներից երեխա է վազում։ Ով անգե, ասում են ընկեր զորոն։ Ունից ուրախացանք, մենից ուրախացանք մեր ջոկատավարներից, հա։ Նենց ուրախացանք, երբ կանգնել եմ, հոչեմ, sense ուրախությունից մեռնել։ Աստված ջան, ինչ լավ է, որ մեռներ էլ նորմալ է, էլի, որ երեխա է, զորոն է դեմի, մեռավ, էլի, երեխուն բան չլինի։ Այդտենց ուրախացանք, որ զորոն է։ Հասակ զորոյի։ Հա, հասանք, իրականում հասանք ու դրանից արդեն միջև ճամբարի վեր զորոն չալիկով էր գալիս աշխատանքի գնում։ Ամեն գարուն ժողովուրդ, չգիտեմ ինչի է այդպես, բայց այս տարի թութու չի եղել, կամ կարող է այս տարի որ գա գարունը լինի ինչ-որ բան։ Ամեն գարուն ու ինչ-որ նա սեզոն կա, չէ, գարնան է, չէ։ Մի հատ բան կա, այտենց ամիս կա կոնկրետ, որ ես կամ ոտս եմ կոտրում։ Չէ, լուրջ բան եմ ասում։ Ոտը տին։ Կամ ոտս եմ կոտրում։ Կամ ձեռքս կոտրում։ Կամ ձեռքս։ Ու ամենախնդալունն է, որ երկուսն է լինում է շատ լուրջ իրադարձությունների ընթացքում։ Մի անգամ եղել է ուղիղ եթերում ոտքս եմ կոտրել, երդվում եմ։ Ոնց պատմեք։ Բանի ժամանակ, Armenia TV-ում Բարի Լույսի ժամանակ մի տարի բան կար, չէ, այտենց բիսեդկեն դուրս էին դնում, Բարի Լույսը դուրս էին անում բան, ու այդ ժամանակ վարում էր Արամ Մեմպետրի ու եթե չեմ սխալվում Արմուշը, ու մենք տղեկով հատուկ թողարկումներ էին ու խաղ էինք խաղում դրսում TV բակում գորոցի էինք խաղում որ գնդակ ենք գցում ես անունը գորում ես վազում ես բռնում ես շատ եմ սիրում հիմա խաղու եկա մարդիկ են նա ինչ անուն գորոցի անդո վազելով գնում անդո գորոցին գիտես ոնց ընկա անգա անենց որ ոտ էս ստեղից ստեղ ոտը ստեղ էր հասել այսպես կոտրվել էր մյուսն էլ դրա հաջորդ գարնանը ոտս կոտրեցի մյուս ներկայացման ժամանակ ներկայացում են խաղում կառավարական համերգ ներկայացումներ կամերային թատրոնում վերացական պարկա այդ պարելուց դե ես որ բեմում լինում էմոցիոնալ եմ լինում այդ պարերը բանը որ հետո հետաքրքիր է որ պարից մի քիչ թույլ եմ ես բայց այն շարժումները որ գիտեմ այնպես կայֆով եմ անում այդ գիտեմ էլի նայ եմ որ գիտի այդ որ պետք է անի բայց դրանից զուտ մի հատ ասեն այս ընթացքում մոտ փոխի ես բարը չեմ կարա կոտրվի ինչ որ տեղս ու տես մի բան եղավ էլի ներկայացման ընթացքում չգիտեմ ինչ արեցի կոտրեցի ոտքս այդ վրացական բարի ժամանակ ու միջև ներկայացման վեր շարունակեցի հետո նոր նստեցինք մեքենան գնացինք ասեցին որ կոտրվել է մյուսն էլ էլի մի հատ ուրիշ ներկայացման ժամանակ ձեռքս կոտրեցի էլի ձեռքս կոտրած այսպես խաղացել եմ միջև ներկայացման հա ինձ թվում է վիտամին D-ի, կալցիի, բանի, դες պակասներ ունեմ Իրան է կոտրվում, թե խփում ես ջահ Չէ, ես ինքս ինձ եմ վնասում ես ինքս ինձ վնասում եմ ես այտենց իրան Հա մնացել է այս մյուսը ես ինձ թվում է ստեղից իջնում ինքը մշակութային ոլորտում պետք է լինի էլի կամ նկարահանման հրապարակում կամ օրինակ թատրոնում Չեմ ուզում Աստեղ չստեղից դուրս գալուց ասենք ինչ եղավ երկի պետականի դիմաց որ երկի պետականի մոտ չլինի մեջ չլինի մի քիչ այնքով
Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը հրաշալի առաջարկ ունի այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են սպառողական վարկով։ Արարատ բանկը տրամադրում է մինչև 5 միլիոն դրամ սահմանաչափով սպառողական վարկ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի և վարկային գծերի միավորման և տեղափոխման նպատակով։ Կարող եք նաև ստանալ 1 միլիոն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում։ Իմացեք ավելին զանգահարելով 010 59 23 23 հեռախոսահամարին կամ գրելով հաղորդագրություն Արարատ բանկի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին։ Հղումը կգտնեք հենց այնպես հաղորդման նկարագրությունում։ Որն է ձեր ամենասիրելի երգը բոլոր ժամանակների։ Իմ Թաթա Սիմոնյանից ցանկացած երգ սիրում եմ, ցանկացած երգ երդվում եմ։ Կոնկրետ ասեմ հիմա երգ։ Օրինակի համար ճանապարհ։ Ճանապարհ։ Թող ծիծաղելի չլինի, բայց իմ բոլոր ժամանակների ամենասիրած երգը խնդրում եմ, բայց չգիտեմ, կարող եմ ամոթավոր ասել։ Հասա։ Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա համ նոստալգիա է ինքը ինձ համար, համ չգիտեմ ինչ այդ երգը միշտ ինձ համար Ֆանտաստիկ է, էլի, հա, բայց հատս մանկական երգեր կան, որ մնայուն են, ինքը իրականում հա, այդ նոր տարվա հետ կապված չսիրում է։ Է չի ֆայմը, ես այդ կասեի։ Զրո էլի չի ֆայմը։ Սիրելի ֆիլմ։ Մենք ենք մեր սարերը։ Նեֆտ։ Իսկ սերիալներ նայում եք։ Սերիալներ։ Հա։ Չեմ նայում, բայց իմ ամենասիրելի սերիալը դա Կարքին սերիալն է։ Երդվում եմ, գժվում եմ այդ սերիալի համար։ Ես է։ Հիմա ես ու Անդոն բան ենք նայում են արհեստական բանականության նկարած Տիգրանի սերիալ։ Գա Արմենիա տուտ, հա, Արմենիա տուտ Instagram-յան ալիք կա, չէ՞, Instagram, չգիտեմ, իր սերիալը արհեստական բանականության։ Ինչ էր կոչ, Խոպան։ Խոպան է կոչվում, երդվում եմ։ Ինքը 5 անհամբեր սպասում ենք հաջորդ երևի 3-ից 4 րոպեանոց, դաժե կարճ։ Տենց սերիալ է ինքը, արհեստական բանականության ստեղծված։ Անկեղծ եմ ասում, Հայկական։ հայ ռուսական, հայկական հայերեն է։ Հայերենը։ Հա, հայերեն է, ու շատ հետաքրքիր է, լուրջ եմ ասում, գցում է Instagram։ Հենց սերիան դուրս է գալի, ես ուղարկում եմ Անդոին կամ ինքն ուղարկում։ Հենց սերիան գցում է, ընդամենը 3-4 րոպե չանցած, անկեղծ եմ ասում, մի 15000 հոգի մենակ նայում է, դիտելիություն է, էլի շատ լուրջ նայում են։ Բայց որպես այդպեսի Կարքին սերիալ է բնականաբար։ Ով է ձեր սիրելի հայ երգչուհին։ Ահագին ժամանակ ինքը ասպարեզում չգիտեմ կա թե չկա, բայց ես իրան շատ եմ սիրում, Անուշիկ Ալավերդյան։ Իրականում շատ եմ սիրում։ Հա, ես է։ Շուշան Պետրոսյան, Սոնա Շահագիլյան, որին ասեմ։ Երկուսին էլ։ Հա, երկուսն շատ լավ ձայնում են, շատ։ Իջարից հիշում եմ, որ մտանք ներս Շուշան Պետրոսյանի բան նկարներ, վիդեոներ։ Ես իրան իրականում որպես երգչուհի գժվում եմ իր համար։ Իսկ հայ երգիչ։ Դե հայ երգիչներ շատ կան իրականում, բայց ես էլի ու էլի կառանձնացնեմ Թաթային։ Ռազմիկ Ամյան։ Դե բայց դուք եք Թաթա ասեք։ Թաթա Սիմոնյան։ Ով է ձեզ համար ամենահումորով հայտնին։ Անկեղծ կլինեմ, Սարոն թվում ասեմ։ Աննորմալ է դա, համ հայտնի է, համ հումորով, համ աննորմալ, բրատ։ Այդ երեքը համատեղ է, էլի սենց։ Կարծում եմ Վաչե Երիցյան։ Հեռախոսները ձեզ մոտ են։ Ինչ եք վերջինը փնտրել Google-ում։ Պիտի նայեք ու ճիշտը ասեք։ Կամ հարցրել ChatGPT-ին։ Ես ChatGPT-ի հետ չեմ շփվում։ Խի։ Նեղացել եմ։ Ավտոկետ եմ։ Ապտեք փնտրում թե վաճառում։ Նայում էի ուղղակի։ Ես էլ լիստով ավտո եմ նայել։ Ու նայել եմ բան, էլեկտրական մեքենա, ուզում եմ մեքենաս փոխեմ։ Հա, էլեկտրական։ Հա։ Իսկ YouTube-ում ինչ եք վերջինը փնտրել։ YouTube-ում իմ վերջի տեսահոլովակը վերջի զանգի հետ կապված դուրս եկավ իմ եւ Գևորգ Մկրտչյանի այդ երգն եմ նայել։ Դիտումները։ Լսել եմ արհեստական բանականությամբ ստեղծված Քո հետ ես լինեմ երգը։ Ինչ երգ է։ Դնեմ։ Հա։ Մի վարքյան։ Ռեկլամների համար գժվում եմ YouTube-ի։ Որ եկեղեցի են կանչում։ Ոնց արհեստական բանականություն, հա, պահի մոտիկ։
Ներեք ինչ ան։ Ճողովորը։ Չէ, ես չեմ օգնում, ախր այդպես բաներ։ Նու հիմա կա չէ, սպոսկես տալի բերում։ Դե չէ լավ, վերջինը ասենց հերթականությամբ մի ամի տեսա բերել։ Դե դա վերջինը։ Հետաքրքիր է ուղղակի այդ արհեստական բանականությունը ինչ է ստեղծում, ոնց է ստեղծում։ Ամենաշատը որ էմոջին եք օգտագործում։ Այս բանը, էսի։ Էսի մեկել է փաթաթվել է։ Հա, փաթաթվել է։ Երկուսն էլ Բայց ո՞րն էր։ Արա էսի։ Էսի փաթաթվել է։ Արա չէ, էսի փաթաթվելն է լեռնու։ Փաթաթվելը էսա։ Սենց էմոջի կա։ Հա, իհարկե։ Լավ, եւ վերջին հարցը ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Բանի Կովկասի գերուհու մեջի Նինային։ Նինային, հա։ Իսկ ես անկես կասեմ, միջև հիմա էլ սիրում եմ, այսինքն միջև հիմա որպես մարդ եմ սիրում։ Չէ, ոչ թե սիրահարված էի, այ չէ, ոչ թե։ Հարգում սիրում եք։ Այն որ հարգում ենք, մեծարում ենք, բան, այդ սաղ էլի։ Լիլիթ Կարապետյան։ Հա։ Իրականում շատ լավն է ինքը, ես շատ եմ սիրում իրեն, ես Լիլիթ Կարապետյան։ Որտեւ ինքը այն թվերի բոմբն է եղել, դու միջև հիմա էլ նա չի որ բոմբ չի։ Բոմբա չէ։ Բոմբա։ Նինանավոն։ Հա, Շատ են, ասում ենք առաջ ու խաղում ենք թե։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Glovo ընկերությունը։ Եթե տրամադրված չեք պատրաստել, հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ։ Իսկ եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը առաջին պատվերի ժամանակ կստանաք 1000 դրամ զեղչ։ Glovo, քաղաքը մեր տրամադրության տակ է։ Ներբեռնիր Glovo, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Նրանցից մեկը պետք է լինի ձեր կինը նոր սերիալում։ Դիանա Մխիթարյան թե Էմմա Մանուկյան։ Էմմա Մանուկյան։ Էմմա թե Մարիամ Ալեքսանյան։ Էմմա։ Էմմա Մանուկյան թե Էմմա Մկրտչյան։ Էմմա Մանուկյան։ Էմմա Մանուկյան թե Ժանա Բուտուլյան։ Էմմա Մանուկյան։ Էմմա Մանուկյան թե Սաթենիկ Հազարյան։ Էմմա Մանուկյան։ Էմմա Մանուկյան թե Լիլի Էլբակյան։ Էմմա Մանուկյան։ Էմմա Մանուկյան թե Անի Լուպե։ Էմմա Մանուկյան։ Էմմա Մանուկյան թե Լուիզա Ղամբարյան։ Ահ, երկուսն էլ իմ ընկերներն են։ Լավ, Լուիզայի հետ քիչ եմ աշխատել, բայց Էմմա Մանուկյան։ Եվ վերջին հարցը Էմմա Մանուկյան թե Լուիզա Ներսիսյան։ Էմմա Մանուկյան։ Էմմա Մանուկյանը միանշանակ հաղթել։ Այս դեմից միանգամից Էմմա Մանուկյան ես ընտրել։ Էմմա Մանուկյան թե Նինա։ Չէ, Էմմա Մանուկյանն է Սեդան։ Սեդան կինն է, էլի։ Էմմա Մանուկյան։ Անդո։ Ջան, Նրանցից միայն մեկի հետ կարող ես այսուհետ նկարահանվել սերիալներում կամ սիթկոմերում։ ես կեսին չեմ ճանաչելու։ Կարծում եմ ճանաչում ես բոլորի հետ մի հատ է, խաղացել մի ես։ հատ է, Նրանցից միայն մեկի հետ կարող ես նկարահանվել սիթկոմերում կամ սերիալներում։ Նինա Տիտանյան թե Ռոմելա Սարգսյան։ Ռոմելա Սարգսյան։ Ռոմելա թե Արեն Սաֆարյան։ Արեն Սաֆարյան։ Արեն թե Էմիլ Գալստյան։ Էմիլ Գալստյան։ Էմիլ Փոխում եմ։ Գալստյան։ Չէ, արդար խաղա։ Չարթարում խաղում Էմիլ Գալստյան։ Էմիլ Գալստյան թե Սոնա Մաթևոսյան։ Նայեք, բոլորի հետ է խաղացել եմ, չէ՞, իրականում, բոլորն է շատ հրաշալի են, բայց Էմիլ Գալստյան։ Էմիլ թե Զիրոյան։ Զիրոյան։ Զիրոյան թե Էվելինա Ստեփանյան։ Հա, Էվուկ են ասում իրան։ Էվուկ։ Էվուկ։ Էվելինա Ստեփանյան թե Լևոն Մկրտչյան։ Էվուկ։ Էվելինա թե Վաչեի Երիցյան։ Դե եկեք թող պարտներս լինի իգական սերի Էվուկ։ Էվելինա թե Մաշա Մաթևոսյան։ Մարիա։ Էվելինա։ Էվելինա թե Գուրգեն Փոխեցինք Սարգսյան։ Էվելինա։ Չէ, Google-ի հետ շատ հետաքրքիր բան ենք մտածել, բայց եկեք Էվելինա։ Եվ վերջին հարցը Էվելինա թե Լևոն Հարությունյան։ Արա դե Լևովս, չէ, շատ եմ աշխատել Լևովի հետ, բայց ինքը այն տեսակ մարդը, որ կարելի է հա աշխատել իր հետ։ Հարությունյաններն ընտրում են Այո, Հարությունյաններին, այո։ Եվ անցնում ենք առաջ ու խաղում ենք գուշակիր ով եմ։ Ոայ գժվում եմ այս խաղի համար։ Հենց այնպես հաղորդման հովանավորն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ,
Որակավորված ճարտարապետներն ու դիզայներներն ապահովում են ինժեներական հուսալիություն, ինչպես նաև յուրօրինակ ներքին, արտաքին եւ լանդշաֆտային դիզայն։ Քայլ առ քայլ դեպի հուսալիություն, step by step։ Հա, տղա թե աղջիկ։ Աղջիկ։ Դերասան։ Այո։ Իմ հետ խաղացել է։ Էդ էի ասում սկզբում, չգիտեմ, չեմ հիշում։ Հա, Կարծում եմ, չգիտես։ չէ, չգիտեմ։ Բայց դու Էմմա Մանուկյանին ճանաչեցիր։ Չէ, ես իրեն ճանաչում եմ։ Հա։ Բայց 4 հարցը հաշվում եմ։ Հա։ Թատրոնում էլ է դերասան։ Այո, Դերասանուհի այո։ Սունդուկյան, Ոչ։ դրամատիկ։ Դե մի թատրոններ գնացին, ոչ։ Դե կարող է ռեպերտուարից դուրս Սունդուկյանում խաղացել է կամ դրամատիկում խաղացել, չնայած դրամատիկում Լավ, ինչ որ կոնկրետ թատրոնի չի։ ժամանակին թատրոն ոչ, Ոչ, թատրոնում չի։ թատրոնում ահա։ Հա, թատրոնում Այո, հիմա ոչ, ահա։ Բայց հրավիրում են խաղում է։ Հաշվում եմ այդ հարցերը։ Ասենց ասեմ, կոմերցիոն ներկայացումներում Համել։ Համել։ Այո։ Մեկ հարց։ Մեկ հարց մնաց։ Մեկ հարց ու անուն հնչեցնելու հնարավորություն։ Ներկայացման ժամանակ Հասկացա ում նկատի ունես, բայց չէ։ Վերջ, անուն։ միամիտ իմպրովիզացիա անում, հա։ Չէ։ Всё, չէ։ Անուն։ Հա, մեկ ինչ-որ մեկին հիշի։ Սաթիկն է հազար։ Չէ։ Չէ։ Բասին այ։ Նայեք։ Հանեք։ Մանուչարյան Աննա։ Դե ոնց էլ բացատրից չէի իմանա։ Հա, շատ թույլ է, կպոջի։ Ահա, կպատժենք հեսա քեզ, խնդիր չի։ Տղա թե աղջիկ։ Տղա։ Դերասան է։ Այո։ Իմ հետ խաղացել է։ Այո։ Վերջի շրջանում խաղացել ենք միասին ինչ-որ ներկայացման մեջ։ Երկրորդ անգամ նույն հարցն է։ Չէ, ներկայացման մեջ նկատում եմ վերջի ներկայացումների։ Հա։ Հա։ Ինչ տարիքի է։ Yeah։ Այո։ Մերսի։ Տականք։ Տականք։ Տականք չի։ Չէ, այդ հարց չէր, կայնի, բայց մի վեր կան տարիքով մեծ, հա, ինձնից։ Չգիտեմ։ Ինձ նման, հա։ Ոչ։ Հա, այո։ Հա։ Հա։ Քթի մեծության պահով եմ ասում, էլի։ Պատասխանեմ։ Հա, ասա հայկում ոչ։ Այո։ Գուգոն է սարքսը։ Լուջը կասում։ Ես հասկացա, թե վերջի շրջանն է։ Արա Գուգոն, հա, յոկե։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by step group։ Համատեղ ուժերով պետք է պատժենք, ինձ թվում է երևի հեռախոսը զանգ էլի, հա, ինչ որ մի բան։ Սիրով։ Բայց ում զանգես ու ինչ ասես լեռն։ Ում զանգես։ Արի Դե դու մտածի ինչ անեմ։ Պատժի։ Պատժի։ Սատկացրու ինձ։ Սաթին զանգի Ազարյան։ Ինչ ասեմ։ Չի, ասա ներկայացմանը սուր ես։ Արա ասա ներկայացմանը սուր ես։ Միասին զբաղված եք Հա, ինչ ներկայացման մեջ։ Հա, ասում սա ջան ներկայացմանը սուր ես։ Լավ։ Բարձր խոսով Միկրոֆոնով մոտ էլի։ մոտ։ Բայց բանը լավ։ Հետո էլի կջղայնան ասում կանց։ Ասա անդոն գժված է։ Սաջան, привет։ Привет, Лер, մի վարքյանից կզանգեմ։ Բայց կզանգես։ Հա, տասա։ Ասա մի վարքյան չկա ու ուր ես ներկայացման։ Սպասի կզանգի մի վարքյանից ինքը։ Չի զանգելու։ Հո բան չի եղել ասեք։ Ուր ես։ Ասա սա դու բան չի եղել, հա։ Զանգեց։ Սաթս привет։ Սաթ, Привет, Լերջան։ ինչ կա ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես, փառք Աստծո։ Ոչինչ, կյանք այդքան էլ լավ չեմ, ճիշտն ասած։ Կյանք մի հատ անհամեստ բան պետք է հարցնեմ քեզ։ Давай, ասա։ Լսի, դու Անդոն ու Գարիկը
Այս 2 օր առաջ ինչ որ հավաքվել եք, որոշում եք կայացնում ինչ որ ինձ հանեք, բանից անփորձան գիշեր ներկայացումից, հա։ Այս դայնագրությունը։ Ինչա։ Ինչ որ մեկ լսում ա՞ ես։ Էրնա։ Չէ, կյանք հիմա ես քո հետ լուրջ խոսում եմ։ Չէ, դենքս, եթե իրենք հավաքվել են, օքեյ, ես ներկա չեմ եղել։ Ինձ մենակ մի բան է, չէ, ինձ մենակ մի բան է հետաքրքիր։ Ես գիտեմ, որ դու ասել ես երեխեք, ես էլ եմ համաձայն։ Կարելի է ավելի լավ դերակատար դնել։ Էրնա, այս դայնագրում եք։ Եթե զանգել ես ծիծաղած, давай կայֆավատ լինենք, հարց չկա։ Չգիտեմ։ Դա որտեղ ուրիշ բան էինք ասում խոսախ։ Ինչ ես ասում, Ասպիկ, ասեմ ներկայացման ես ուր ես։ Ոնց է ներկայացման։ Սա ներկայացման ես ուր ես։ Կյանք սուր ես, ներկայացման ես։ Իվան դա։ Ու հետ ես, լեր։ Կյանք Անդոյի հետ թատրոնում ենք, ուր ես։ Կյանք ուր ես Սադ։ Էդինեք դուք։ Ինչ։ Սադ ջան ուր ես, ցավը տանեմ, ներկայացման ես, կյանք ուր ես։ Այո, լույս եք դուք։ Դե քարը կայֆավա տեսնում, Սադ ուր ես, ցավը տանեմ, ես սկսում եմ 5 րոպե, 10 րոպեից։ Սադ ջան, ամփոփсан գիշերնա շուտ արի, ցավը տանես, շուտ արի, սպասում եմ, կյանք։ Ո՞նց հավատա։ Չգիտեմ, ներվայնացա։ Ապա որտե՞ղ դերգիլի խոսում ենք իրար հետ։ Հա դե ավելի լավ, սենց ավելի լավ է։ Էլով կա այդ նույն ներկայացման մեջով կա։ Էմիլն է, Էմիլին։ Էմիլի զանգ է։ Չէ, Էմիլին զանգես ինչ ասես։ Չէ, Էմիլին նախ նոր է, ինքը ներմուծվել ներկայացման մեջ, ու ինքը գիտի, որ երկրորդ ներկայացման ամսի 29-ին է։ Հա, գերազանցիկ։ Այն որ չոտկի գիտի։ Դեռ գերազանցիկ։ Վաչին զանգի Երիսյան, ասա բան է։ Լուրջ զանգի, ասա Ժիրո Իվանով ռեկլամ են ուզե։ Հա։ Բայց ուզում են, որ քո տեղը Անդոն լինի։ Բան, տիպը Ժիրո Իվան, ասա համաձայն ես, թե չգիտեմ, բան ասա։ Չի աշխատելու։ Ասա Ժիրո Իվանով ռեկլամ են ուզում։ Իսկ ողջ Ժիրո Իվանով հարսանիք են կանչում, Ժիրո Իվանից մի սերա խաղանք լայվ։ Մի սերիա օբշի, հա, բոլնի խաղանք։ Գուգոին ասեմ, էլի։ Գուգոին ինչ ասես։ Ասեմ, որ Իվան, в общем, վաչը հրաժարվեց, չի ուզում։ Մեկ էլ քեզ են ուզում, մի կտոր Իվան ու մեր papa որպես խաղաց, չէ՞, մեր papa-ն էր խաղում։ Հա։ Հա, հարսանիք են ասում, մի կտոր պետք է խաղանք ախպերս, Հա, ինչ ասես։ Ինքը papa է։ Գուրգենն ասարցան, մեր papa-ն էր խաղում, հա։ Ա Ժիրո Իվանի papa-ն էր Հարցը խաղում։ շատ ուզում եմ, որ իր papa։ Գուգ։ Հա։ Հələ լսի, մի հատ հարսանիք են ուզ ասե, հարսանիք, բայց վարել չէ, ճիշտն ասած Ժիրո Իվան էին ուզում, մի կտոր խաղ էին ուզում, այդ մեր մի հատված, в общем զանգեցի վաչը կատեգորիկ հրաժարվեց, հիմա երկրորդ վարիանտ քեզ են առաջարկում ախպերս, դու ինչ կարծիք ես, կարանք, Ինչ անեմ։ ապե ես ու դու մի կտոր խաղանք Իվան Ժիրոից, Կյանքս չէ, բնականաբար չէ։ ապե մի կտոր բան ենք խաղալու իրար, Կյանքս չէ։ Իսկ ձերը ձորով է խաղում։ հա դեր մի սկսի, մեր այդ ձորով էր խաղում, գուկ արի, Ձելով է խաղում, մնաց հաստիկի տեղ է գնամ երություն։ կյանք արի համաձայնվի էլ ինչ կլինի, Կյանքս չէ, ես հեսա 15 րոպեից մտնում ներկայացում խաղալու զանգել լրիվ բան ասած։ Բայց կնդալով որ մեր ներկայացում։ Ոչմ չէ, հա։ Մոռացած եմ։ Չէ, կյանքս։ Լուրջ հատուցքն իմ, օրինակ։ իսկ որ օբշի ես վերցնեմ ին վրա, դու ընդեղ թեթև ռեպլիկներ անես, Արա, չէ, իրան տու այդ։ Լավ ինձ պետք է։ ախպերս, Ռեպլիկը որն է, զանգիկ խոսանք այդ ընթացք։ չէ, ապե ինձ պետք է լուրջ եմ ասում, ինձ պետք է պատերժ կարա պրոստը, իհարկե գումարի դիմաց էլի ախպերս, Կյանքս չէ։ Լավ ասա։ վсё չեմ, էլ չզանգեմ քեզ այդ հարցով, Absolutely, համարը ջնջի։ տավայ, Ասեք։ ինչ, լավ, ախպերս մանեի հյուրն ենք, ապրես, Արա, մանեի մոտի զանգին իմ վրա տժա։ Զանգել էր, ասպեր լավ չէ։ Հելո ազանգե։ Մաչեներ զանգե։ Մանեի պրիվետ։ Պրիվետ Գուրգեն ջան, սպասում ենք ձեզ նույնպես այստեղ։ Մեծ սիրով։ Կներեք։ Մանեի, որից կանչեցին, գիտես ինչքան մարդ եմ այս ընձորը գցելու։ Շատ ես սիրում եմ տես բաներ։ Գուգ ջան, ինչ չզանգես չեմ վերցնելու։
Ով է փոխից։ Անդոն։ Անդոն որն է։ Անդոյի համար է ճունեմ, դա էլի Անդոյի համար է ճունեմ։ Անդոնովա։ Մերսի շատ Եղավ ախպերս, ապրես։ Լավ։ Լավ, գուրջան։ Լավ ներկայացում, հանդիր։ Իրականում այսքաններ մերսի շատ, որ եկաք, ձեզ լիքը պատմություններ եմ մաղթում, հետաքրքիր։ Հա, կունենանք, ապայման Ոչ շատ կունենանք։ հայտարարակ ու անհարմար, բայց ծիծաղելի պատմություններ, որ վերադառնալու առիթներ ունենաք։ Ապրեք շատ։ Շնորհակալություն ձեզ նույնպես երաժշտություններ ապրեք, որ կաք։ Շնորհակալություն եւ խնդրում եմ չմոռանաք նաեւ Այո։ բաժանորդել։ Զանգակը։ Ընտանիք, Դե ընտանիքում սա խնդալու բան է էլի։ մանկություն։ Մանկությունս Դիլիջանում անցե, շատ չարաճճի եմ եղել, շատ ահավոր, այն որ հիմա որ պատմում կարող է երեխաներ նայեն, կրկնօրինակ են, ամեն դեպքում զուգահանի թուղթը վառում էի, այն կլոր, տենայի ոնց է կրակը դուրս գալի, ու ես զուգահանում ու խեղդվում էի, հազիվ գալի հանում էին ընդեղից, ինչ-որ անկապ բաներ եմ արել, մեր տան պարկետը, այն վաղ պարկետը չէ, լամինատ բան չկա, սա դանակի տեղեր էր վրան, վարակույրն եմ վառել, լուրջ եմ ասում, հետո որ մի 2-3 ժամ կորում էի տանտիկս ման էր գալիս, հենց մեր տանը անմիջապես կողքը Մանուշակ կինոթատրոնն էր, գալիս էր այնտեղ կինո էին նայում մարդիկ, ես բեմի վրա վազում էի, խանգարում էի կոնկրետ հանդիսատեսին, արդեն 2-3 անգամ այդտեղից գտնելուց հետո ինձ հասկացա, որ էլ պետք չի ման գալ, որտեղ կամ ինչ-որ բան պաժարան գնում կամ թատրոնում է։ Էսի է, նայ։ Այն սուստը։ Դուք որ ես արել եք, փաթաթվում էիք։ Հա։ Ես դες փաթաթվել եմ։ Սա փաթաթվելն է։ Ես ուղարկեմ Մերի ջանն է, քեզ եմ ուղարկում, չասես ուրիշին։ Արա, ես մտածել եմ, արի գրկեմ։ Այս արի գրկեմն է, հետո գրկեմ։ Հա։ Հետո գրկելա։ Եկելա գրկելա։ Չէ, ես չգիտեմ։ Բայց ցույց տվեցի որ։ Շնորհակալություն։ Չէ, դե ասեք ինչն է, այս ինչն է։ Չէ, որը մի վարքյան։ Էս ինչ է։ Սա եմ ասում, սա։ Սա էս ինչ է։ Էս ինչ է։ Չգիտեմ։ Էդ չի։ Արի փաթաթվեն, արի գրկեմ։ Կոմենտներում ձեզ համար ինչ է այս էմոջին։ Ես որպես փաթաթվել եմ։ Էմոջիներ ենք ուղարկում, նկարահանման հրապարակում ենք, էլի քեզ ուղարկեցի, համը ցույց տվեցի ինչ էմոջի եմ օգտագործում։ Ով կուզես լինի, էլի։ Ում կասեք այդ բադ բարերը, ում կծեցեք, ում կփախցնեք։ Վայ, հարց չհասկացա։ Նրանցից մեկը պետք է Հիմա լինի անուններ ձեր կինը նոր սերիալում։ Ահա։ Կարող է հանեն գլխարկս այս դեպքում։ Հա։ Լավ խան սապրածը։ Հա չէ, նորմալ է։ Նորմալ թափվում է։ Լավ համասարաչով թափվում է։ Զանգի վիվասել։ Օրինակ էլ չգիտեմ։ Ասում եմ ջրերը եփ են տալու։ Հա։ Վիվասել։ Հա, ասեք դրեք էլի։ Հա, ցանկացած կապ զանգի, բայց ջրմուղից խոսա։ Օպերատորին միացեք, բայց ներկայացեք։ Լեռնոնա Հարությունյան դերասան։ Պորտոդիր։ Հա։ Այդ անհարմար դեր համար։ Ասա խնդրում եմ էլի կասեք մեր ջրերը եփ են տալու Եղվարդից ենք մենք։ Չէ, Լեռնոնա Հարությունյան։ Ու հետո ասեք, թե զանգեցի ծաղկուկու։ Հա, ծաղկա խաղամ։ Ասում Լեռնոնա ծաղկա խաղամ։ Կամ ջրերը երբ են տալու, ասի երևի սխալ եք զանգեբան ու Պետքա զանգեք վիոլա ջուր, բան։ Դե վիոլա ջուր զանգարի, բայց չգիտեմ համարը ոնց է իրանց։ 1-0 Իրանք չեն վերցնում կյանքում։ Իրանք չեն վերցնում, հա։ Ում է զանգ։ Գարիկին որ ասեմ զանգի չպատասխանես։ Հա, ռեժիսորին։ Ախպերս ես բոհեմում եմ, ես չենք բանանում, ներկայացման չեք դուք։ Հա, Մորիսն է։ Լավ։ Հասած։ Կայֆավատ եք լինում։ Չէ կյանքս ոնց կայֆավատ է։ Կարող է դու ես կայֆավատել նու։ Ինչ եք խոսում, չեմ ջոկում։ Կյանք ուր ես, ասում եմ մի հատ փորձ անեինք բանի Էմիլի համար։ Էմիլ, Նարինե, եկեք մի հատ, հեսա գալիս է սաթը։ Ինչ։ Սաթ։ Եղեք, ամեն մեկը տարբեր բաներ եք ասում, նայ 3-4 տարբեր ինֆորմացիա, գոնե մեկը ցույց Սա իրար։ կամ մեկը տասեք սա, լավ է, որտեղ ես, ինչ ես։ Ասա որտեղ ես, արի թատրոն։ Կարևոր է։ Լավ, Սաթ։ Լավ, всё։ Всё, կյանքս։
Պակա։ Զանգի ասա Սադ ջան, որ չեկար մանեն է խաղում Գրիգորյան։ Չի վերցնում բլոկել է։ Էլ չի վերցնում։ Всё չի վերցնում։ Всё Դե լավ, Սադ, մուա։ Սադ ջան, Մենք ավելի վատ ենք ուզում բաժի։ Այո, կամ ավելի վատ ենք ուզում Լեռնոն լրիվ բառարես։ Այս դեմից պետք է էդի ասեի, վերջանալ գնար։